Գրող հրապարակախոս Ռոզաննա Սատրյանը գրում է. Պատկերացնում եք, խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ալիևը պահանջում է, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնան իրենց հայրենիքը՝ Արևմտյան Ադրբեջան։ Արդեն գիտեք, Արևմտյան Ադրբեջան ասելով ինչ նկատի ունի։ Իսկ Բաքվից ու Արցախից, Գարդմանից ու Տիկից, Գանձակից և Նախիջևանից բռնագաղթված 500,000 հայերը կարող են վերադառնալ իրենց իրական պատմական հայրենիքը՝ Հայքի 13-րդ նահանգը։ Այս մասին քար լռություն է։ Ալիևը ժամանակի վրա է աշխատում, նա խաղաղության պայմանագիր ստորագրող չէ։ Էն գլխից եմ ասել։ Սրա վրա իզուր ժամանակ կորցնելու փոխարեն զենքեր բերեք, որտեղից կարող եք։ Զինեք հայոց բանակը, ստեղծեք ազգ բանակ, սերտացրեք Իրանի հետ համատեղ զորավարժությունները, ամրացրեք սահմանային գյուղերը, հասարակությանը նախապատրաստեք գալիք հաղթանակի համար։ Մի հայտարարեք լրատվություններին, նոր դաշինքներ ստեղծեք, երբ այդ վախկոտը Հայաստանի հզորությունը տեսնի, վազելով է ստորագրելու և առանց պայմանների։ Ինչը որ մեր ձեռքերում է, ինչու չենք անում։ Մեր հողերի վրա նստած մեզ ուզում են հողին հավասարեցնել։ Կարող եք, թույլ մի տվեք, հայի արժանապատվությունը գետնով մի տվեք, բավական է։ Մինչ Հայաստանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Թուրքիայում տեղի է ունենում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ համաժողով, որի մասնակիցներին ուղերձ է հղել Իլհամ Ալիևն ու հայտարարել է, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ներկայացնի արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի ժամկետների և մեխանիզմի վերաբերյալ։ Ալիևը հայտարարել է, որ երբեք չեն հրաժարվելու այդ օրակարգից։ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ նախագահական մակարդակով է ձևակերպում հարցադրումը, բայց հենց այն, որ դա կրկնվում է և ստանում ըստ էության պարբերական բնույթ, առավել լրջացնում է հարցն ու դարձնում այն մտահոգիչ։ Մի կողմից սա հնարավոր է վերագրել ներքին սպառման համարելով, որ գործնական մակարդակում Ադրբեջանը չի դնում այդպիսի հարց։ Բայց խնդիրն այն է, որ գործնական մակարդակում այդ հարցի առկայության մասին վկայություններ են եղել 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում և հուլիսին Մոսկվայում հանդիպումների համատեքստում։ Ալիևը նախօրեին Հունգարիայում Օրբանի հետ ասուլիսում հայտարարել էր, թե Հայաստանի առաջ դրված է երկու նախապայման և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար դրանց կատարումը Բաքուն համարում է պարտադիր։ Իսկ հետո արդյոք պարտադիրների շարքում չի հայտնվի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Այստեղ է, որ կարևոր է դառնում խաղաղության համաձայնագրի տեքստի բովանդակությունը։ Արդյոք այս բովանդակության մեջ չկան ամրագրումներ, որոնք կարող են Ադրբեջանի համար հետագայում հիմք ծառայել արևմտյան ադրբեջանցիների հարցում Երևանին մեղադրանք և պահանջներ ներկայացնելու համար, այդ կերպ փաստացի ստեղծելով խաղաղության պայմանագրի խախտման մասին խոսելու հիմքեր։ Հարցն այն է, որ եթե չկա որևէ այսպես ասած իրավապայմանագրային թակարդ, ապա արևմտյան Ադրբեջանի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները պարզապես պետք է նույն հետևողականությամբ էլ շրջել նրա դեմ, որպես Հայաստանի հանդեպ հավակնությունների ակնառու դրսևորում։ Բայց եթե խաղաղության պայմանագրի տեքստում կան ձևակերպումներ, որոնք առնվազն կարող են լինել այսպես ասած տարբեր մեկնաբանությունների ենթակա, ապա այստեղ արդեն Ալիևի հայտարարություններին ուշադրություն չդարձնելը հավասարազոր կլինի ջայլամային կեցվածքի։ 3+3 ձևաչափի արտգործնախարարական նոր հավաքի կազմակերպման հավակնորդ են Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես հնարավոր է դատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունից, որ հնչել է Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են համաձայնել, որ ձևաչափի առաջիկա երկու հավաքները անցկացվեն Հայաստանում և Ադրբեջանում, ձեռք բերելով դրա շուրջ պայմանավորվածություն։ Դատելով Ռուսաստանի արտգործնախարարի խոսքից Երևանն ու Բաքուն այդ առնչությամբ ունեն վեճ, թե որ երկիրը պետք է առաջինն ընդունի 3+3-ի արտգործնախարարական հավաքը։ Հիշեցնենք, որ վերջին անգամ այդ ձևաչափի նախարարական հավաքը անցկացվել է Թուրքիայում նախորդ տարի հոկտեմբերի վերջին։ Դրանից առաջ նախարարական հավաք էր անցկացվել Թեհրանում։ Իսկ ընդհանրապես այդ ձևաչափի առաջին փոխնախարարների մակարդակով հավաքը տեղի էր ունեցել Մոսկվայում։
Ըստ էության ստացվում է, որ այժմ հերթը Երևանինն ու Բաքվինն է եւ թերևս կա անհամաձայնություն, թե ով պետք է լինի հաջորդ ընդունողը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ դրանով հանդերձ հարցը նաեւ ավելի լայն քննարկման առարկա է։ Այսինքն Երևանն ու Բաքուն քննարկելով այդ հարցը, նաեւ մյուս 3-ի մասնակցությամբ միևնույն ժամանակ այն տեղավորում են ավելի լայն գործընթացի մեջ, որը ներառում է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը։ Իրավիճակը ինչ-որ առումով կարող է մոտ կամ համեմատելի լինել COP29-ի պատմությանը, երբ Ադրբեջանը դրա հնարավորությունը ստացավ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության եւ պայմանավորվածության հիման վրա, որի դիմաց ազատ արձակվեց նաեւ 32 հայ գերի։ Արդյոք 3+3 ձևաչափի նոր հանդիպման թեմայի վերաբերյալ քննարկումներում շոշափվում է մարդասիրական համաձայնության որևէ նոր տարբերակ։ Համենայն դեպս դա կարող է լինել այդ առնչությամբ մի հնարավորություն, որի ուղղությամբ ջանք անշուշտ պետք է գործադրել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է եւ Միացյալ Նահանգները փորձում է կանխել դա։ Այսօր ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել, ասել է նա։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել զինված միջամտությունը, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, եւ մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը, մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն կրկնել է սեփական հավատալիքներից ծնված, վաղուց ծեծված եւ 1000 անգամ մեկնաբանված թեզն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ ՀՀ սահմանադրության փոփոխությունը խաղաղության հիմնարար պայման է։ Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք, սեփական խոսքերի վրա վստահ հայտարարել է Հաջիզադեն։ Սահմանափակվելով սահմանադրության հերթական հիշատակմամբ նա նաև ուսումնասիրության տակ է առել Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը եւ այս անգամ էլ դժգոհել զինանշանից։ Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներ, ասել է նա։